Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը եւ ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետ Մարկո Ռուբիոն այսօր Փարիզում հանդիպելու են եվրոպացի պաշտոնյաների հետ, քննարկելու այն քայլերը, որոնց միջոցով կարող են դադարեցնել ռուս-ուկրաինական պատերազմը։ Հանդիպմանը մասնակցելու է նաեւ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմինը։ Եվրոպական միության անվտանգության հարցերով կոմիտեի նախագահ Մարի Ագնես Շտրակ-Ցիմերմանը նշել է, որ Մոլդովան առաջնահերթ երկիր է ԵՄ-ի համար։ Ռուսաստանին այժմ անհրաժեշտ է վերահսկողություն Դնեպր գետի արևելյան մասում, ասել է ավստրալիացի ռազմական վերլուծաբան գնդապետ Մարկուս Ռայսները։ Իսրայելը հաճախ հարձակվում է Ալ-Ակսա մզկիթի վրա, քանի որ իսլամական կարևորագույն սրբավայրը ուզում է դարձնել հրեական։ Եվրոպական միությունը դեռ չի որոշել ինչ անել ռուսական հեղուկ գազի հետ, որովհետև պարզ չէ, ինչ հարաբերություններ կունենան ԱՄՆ-ի հետ։ Որոշ եվրոպական երկրներ ասում են, որ չեն ուզում արգելել ռուսական գազը, քանի դեռ չկա ուրիշ աղբյուր։ Ամերիկյան մեդիա հսկայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ 2022 թվականին աշխատել է մի գաղափարի վրա, որը ենթադրում էր Facebook-ում ընկերների ֆունկցիայի վերացում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անօրինական ներգաղթյալներին կարող են ֆինանսական աջակցություն եւ ինքնաթիռի տոմս տրամադրել երկիրը կամավոր կերպով լքելու դիմաց։ Time ամսագիրը հրապարակել է 2025 թվականի աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց ամենամյա ցանկը։ Ռուսաստանում քննարկվում է բարձրագույն կրթության դիպլոմների ուժը կորցրած ճանաչելու հարցը, եթե շրջանավարտը չի աշխատում իր մասնագիտությամբ։ Ռուսաստանում նիհարեցման նպատակով վաճառվող մոլեկուլար ապրանքանիշի կենսաբանական ակտիվ հավելումների կազմում հայտնաբերվել է սիբուտրամին, որը թմրամիջոց է։ Եկատերինբուրգում տարեց կինը ընկել է իր բնակարանի պատշգամբից պատուհանները լվանալու ժամանակ եւ ողջ է մնացել։ Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է կառավարել ժամանակը եւ տարածությունը։ Չինաստանում մի տղամարդ իր նապաստակի համար գնել է շան կերպարով ռոբոտ եւ նրան տեղավորել է մարտական ռոբոտի խցիկում։ Կանադայում ջրասամույրները հաճախ լողում են փոքր նավակներով սահող մարդկանց կողքով եւ երբեմն նույնիսկ բարձրանում են նրանց նավակների վրա։ ԱՄՆ-ի մի շարք նահանգներում անցկացվում է յուրահատուկ սպորտային միջոցառում խոզի լողի առաջնություն։ Արհեստական բանականությունը դարձել է Վիեննայի համալսարանի արվեստի ֆակուլտետի ուսանող։